երբ որ արդեն մենք կտեսնենք մաքսային միության մտնելու պտուղները իրական ու կտեսնենք, որ դա դրական տեղաշարժաբերում, մեր բարեկեցությունն է բարձրանում, այդ բոլոր տրամադրությունները կանհետանան, բայց ոչ լրիվ։ Կան հեռանկարային խնդիրներ, որ Ռուսաստանը եւ մաքսային միությունը Հայաստանի համար չի կարող լուծել։ Դա համար մենք պետք է ամեն գնով պահպանենք կամուրջները Եվրոմիության հետ, կարողանանք երկու կողմից էլ օգուտներ քաղենք մեր ապագայի համար։ Իսկ վտանգ իրենից կարող է ներկայացնել։ Ոչ, հայերը ամբողջ ազգության հեղափոխություն չեն անում, այնպես որ դա ընդամենը կրնի ինձ մի հատ խռովության, թեթև խռովության նման, եւ երևի ժամանակի ընթացքում հեսա ձմեռը կգա, նոր տարին կգա, դա ընդամենը կտարալուծվի եւ իհարկե, կփոխվի։ Իսկ ընդդիմադիր հակառուսական ուժերի նոր սնանկություն չեք նկատում, այն իմաստով, որ իշխանությունները Ռուսաստանի Չէ, խնդիրը դա չի, ամենաուժեղ ընդդիմադիր ուժը այսօր Բարգավաճ Հայաստանը, որը միշտ եղել է ռուսամետ եւ մաքսային միության կողմնակից ա եղել, Բելարուսիայի հետ ծերտ կապեր ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի հետ, մյուս արմատական ընդդիմությունը երբեք նենց հակադիր չի խոսել, քանի որ նրանք են ստորագրել առաջինը պայմանագիրը համատեղ սահմանների պաշտպանության վերաբերյալ եւ ռուսական զորամիավորների տեղավորումը Հայաստանում ընդդիմանալու այսինքն ասած փաստարկ չունեն, հենց որ ընդդիմությունը ինքն է ռուսամետ եղել, ընդհակառակը Սերժ Սարգսյանը փորձեց մի քիչ Եվրոպամետ դառնալ, էնել իր Սերժ Սարգսյանի հետ համեմատության առումով, ասում են Սերժ Սարգսյանը ավելի ռուսամետ է, քան նա։ Նա ռուսամետ չի, նա քաղաքական շախմատ է խաղում, գիտի որ պահին ինչ քայլանի, ինչ զոհաբերի հաղթանակի հասնելու համար։